Բարի օր ձեզ, սիրելի հետևորդներ, մենք ինչպես միշտ գտնվում ենք Բադալյան ռուսկավանության կլինիկայի գրասենյակում։ Այսօր ես կխոսամ քաղցկեղի բուժման նոր մեթոդների, նոր դեղամիջոցների մասին։ Որոնք են դրանք։ Այդ դեղերը կոչվում են ADC դեղամիջոցներ։ Ինչ է դա նշանակում։ Սա նորագույն մեթոդ է եւ ինքը միացրել է երկու բուժման լուրջ մեծ խմբերը, դա առաջինը թիրախային բուժումն է, երկրորդը քիմիոպրեպարատները, միացրել է մի մոլեկուլի մեջ եւ դարձրել է դեղորայք ADC անունով։ Դա մի խումբ է, արդեն կան բավականին քանակով եւ օգտագործում են մի քանի տարի։ Ավելի մանրամասը, մի կողմից դա թիրախայինը, դա մոնոկլոնալ հակամարմիններն են, հայտնի վաղուց արդեն եւ երկրորդը դա քիմիոպրեպարատներն են նորագույն, որոնց անունները մի քիչ դեռ հայտնի չեն եւ իրենք միացված են երրորդ կոմպոնենտով, կոնյուգատով, այսպես կոչված եւ այդ ամբողջ մոլեկուլը, այդ դեղամիջոցը գնում է դեպի քաղցկեղ։ Ինչպես նախ առաջինը մոնոկլոնալ հակամարմինը որպես թիրախային նյութ մոլեկուլ ինքը հասնում է իր թիրախին ռեցեպտորներին, օրինակ տրաստուզումաբ դեղամիջոցը հասնում է կրծքագեղձի քաղցկեղի այդ հեռ կոչվածին եւ բերելով բջիջի մեջ կոնյուգատը ինքը բացվում է եւ այդտեղ սկսում է աշխատել քիմիապրեպարատը, այսինքն շատ թիրախային է այս բուժումը եւ ամենակարևորը, որ այս քիմիապրեպարատները իրենք նորագույն են, իրենք բավականին տոքսիկ են օրգանիզմի համար, եթե սովորական ձևով ներարկենք օրգանիզմ, կունենանք շատ բարդություններ, բայց իրենք բացվում են ներսում ուռուցքի եւ օրգանիզմին չեն վնասում, միայն ուռուցքին են ոչնչացնում։ Եվ դրա հետ կապված ունեն շատ քիչ բարդություններ, ինչպես մենք գիտենք, քիմիոթերապիան ունի բարդություններ մի շարք։ Իհարկե, ADC պրեպարատներն են կողմնակի էֆեկտներով, առանց դրա չի, բայց այդքան շատ չեն։ Հիմնականում դա թոքերի կողմից պնևմոնիտներն են։ Եվ ամենակարևորը արդյունքը լինում է անհամեմատ ավելի լավ, այսինքն արդյունավետությունը բուժման դեղամիջոցի ավելի բարձր է։ Նույնիսկ կան այսպիսի թվեր կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ, որը ձևերի չմանրանամ ես հիմա մոտ 70% ավելի մեծ արդյունք են ստացել, պատկերացրեք ինչ մեծ տարբերություն է։ Օգտագործվում է նաև մի շարք ուրիշ ուռուցքների ժամանակ, թոքի ոչ մանր բջջային քաղցկեղի, միզապարկի ուռոթելիալ, արգանդի վզիկի, նույնիսկ հոջկինի լիմֆոմայի ժամանակ։ Եվ այս նորագույն դեղամիջոցները կատարելագործում են ամեն տարի եւ այս անգամ ես գտնվում եի Բերլինում այդ կոնգրեսում, որը կոչվում է ESMO Breast Cancer, ներկայացվում են բավականին լայն այդ աշխատանքները եւ կարեւորը նա է, որ լայնանում են իրենց ցուցումները, եթե սկզբում իրենք օգտագործում էին միայն ծանր, այսինքն ուշացած մետաստատիկ դեպքերի ժամանակ, այս անգամ կներեք, այս անգամ իրենք ավելի լայն են օգտագործվում, այսինքն ինչ է դա նշանակում, ոչ միայն մետաստատիկ ուռուցքների ժամանակ, այլ եւ նախավիրահատական նեոադյուվանտ եւ հետվիրահատական ադյուվանտ փուլերում։ Եվ այդ ամբողջը տալիս է այն արդյունքը, որը որ թույլ է տալիս արդեն համարել այս դեղամիջոցները որպես ստանդարտ մեր բուժման ծրագրերում։ Հայաստանում իհարկե դեռ քիչ են ներգրաված, քիչ են հասել այս դեղամիջոցները հասկանալի պատճառով եւ իրենց գրանցելն է դժվար եւ թանկարժեք են։ Կա պրեպարատ կասիլակոչիցիալը, որը արդեն հայտնի է, մնացածը քիչ-քիչ մտնում են մեր շուկա։ Այսքանն է ուզում ներկայացնել, կարծում եմ բոլորիդ հետաքրքրեց եւ կարող ենք սա շարունակել այս թեման ուրբաթ օրը դա կլինի արդեն TikTok-ի հարթակով, հարցոպատասխանի ձևաչափով միացեք եւ լսեք այս հետաքրքիր բուժման ADC կոչված պրեպարատների մասին։ Ստեցություն, մինչ նոր հանդիպում։